1996 թվականի մայիսի 8 չորեքշաբթի այս անգամ նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին առաջին ամենայն հայոց հայրապետը Կոստանդնուպոլսի հունած օրթոդոքս եկեղեցու տիեզերական սրբազնագույն պատրիարք նորին Սրբություն Տեր Բարթողոմեոս առաջինի հրավերով պաշտոնական այցով մեկնեց Թուրքիա։ Նորին Սրբությունը Գարեգին arczepiskopos Գազանչյանի համաժամանակյա հրավերով պետք է մասնակցեր նաև Պոլսում հայոց պատրիարքության հիմնադրման 535-ամյա հանդիսությանը։ Մայրավանքում իջման Սուրբ Սեղանի առջև աղոթքից եւ իրեն ճանապարհողներին տված հայրական հորդորներից հետո հայոց հայրապետը զանգերի ղողանջների ուղեկցությամբ մեկնեց Զվարթնոց օդակայան։ Օրվա երկրորդ կեսին Պոլսի ժամանակով ժամը 13:50-ին օդանավը վայրեջք կատարեց Եշիլ գյուղի օդակայանում։ Ազգի սվեհափար հայրապետին դիմավորելու համար օդակայան էին եկել հույն օրթոդոքս եկեղեցու ծայրագույն պատրիարք նորին Սրբություն Տեր Բարթողոմեոս առաջին հայրապետի ներկայացուցիչներ Եփեսոսի գերաշնորհ Տեր Խրիսոստոմոս ավագ մետրոպոլիտը, Մյուրայի գերաշնորհ Տեր Խրիսոստոմոս մետրոպոլիտը եւ Սելևկիայի գերաշնորհ Տեր Կիրիլոս մետրոպոլիտը։ Նորին Սրբությանը դիմավորում էին նաեւ Թուրքիո հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Գարեգին arczepiskopos Գազանչյանը, պատրիարքարանի փոխանորդ գերաշնորհ Տեր Շահան arczepiskopos Սվաչյանը, պատկառելի կրոնական ժողովի ատենապետ եւ 535-ամյակի Կարգադիր հանձնախմբի նախագահ գերաշնորհ Տեր Մեսրոպ arczepiskopos Մութաֆյանը եւ այլ հոգեվորականներ, Կարգադիր հանձնախմբի անդամներ, Թուրք եւ Ստամբուլահայ մամուլի ներկայացուցիչներ։ Ասենք, որ ըստ պատմական աղբյուրների Գարեգին առաջին հայրապետը թվով 9-րդ կաթողիկոսն էր, որ Պոլիս էր մեկնել հատկապես հայրապետական հովապետական առաքելությամբ բանակցելու հույների հետ եւ պարզապես իր հավատավոր հոտին հայրաբար այցելելու նպատակով։ Հենց օդակայանի սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս, հնդածս որի հայոց հայրապետը պատասխանեց լրագրողներին հուզող շատ հարցերի, ինչպես նաեւ անգլերեն լեզվով նրանց կարճ ուղերձ տվեց։ Հայր, սա ձեր անդրանիկ այցելությունն է Ստամբուլ, Կոստանդնուպոլիս, ինչպիսի ակնկալիքներ ունեք այս այցելությունից, ինչ սպասելիքներ ունեք։ Նախ առաջին սպասումս այն է, որ ես ավելի մոդեն ճանչնամ Իստանբուլի մեր հայ ժողովրդի զավակներ։ Ուրիշ խոսքով, մամուլից իմանալով կամ դեղեկություններով միայն դեղեկանալով ինձ համար բավարարություն չէ, որովհետև հոգևոր հովիվի համար անհրաժեշտ է, որ ինքը զգա ժողովրդի ներկայությունը։ Եվ դրա համար Ստամբուլահայ մեր կյանքին հետ իմ ծանոթացումը ինձ համար ես շատ անհրաժեշտ եմ գտնում իմ հոգեբանական պաշտոնի կատարման համար։ Երկրորդ, ուզում եմ ամեն ճանկով ուժ տալ, թափ տալ այն բոլոր եկեղեցանվեր, մշակութանվեր գործերին, որոնց լվիրված է այս կավ։ Ես քաչադեղյակ եմ, թե ինչպես Ստամբուլի հայությունը իր արյան մեջ իբրև փաղկացուցիչ դար ունի եկեղեցին։ Եկեղեցին իր կոյության հետ միախառնված իրականություն է։ Եվ ադիգա տեսնել եւ քաչելերել իմ բարդքն է։ Սրդի բարդքը, սիրո բարդքը, հոբի բարդքը։ Ապա նաեւ ծանոթանալ իրենց գրթական գործին, մշակութային գործին, բادرյարքարանը եւ մեր բոլոր ծխական եկեղեցիները ճանչնալ, ընկերային, բարեսիրական, բարեգործական հաստատությունները ի վերջո ասկմը, ժողովուրդը, եկեղեցիմը իր հաստատություններով, իր գազմագերբական կյանքով է զորավոր։ Հետևաբար թիվով եւ թվանշանով, անունով եւ թուղթով չէ որ բիრი ճանչնամ այս կաղուտը, այլ բիრი ճանչնամ գենտանի հաղորդականությամբ եւ բիრი ճանամ իմ կերակուն գարելիսի գործ տնել, որ Աստծո շնորհիվ եւ իրեն ճանկերով հարակ ջերտա այս առողջ եւ առողջարար կյանքը մեր Իստանբուլահայ ժողովրդի։
Երեկոյան ժամը 19-ին Վեհափար Հայրապետն ու իր շքախմբի անդամները եղան Ֆեների պատրիարքարանում, ուր նրանց դիմավորեցին եկեղեցու զանգերի ղողանջներով։ Ուղղակի տիեզերական պատրիարքի աշխատասենյակում հոգևոր երկու պետերը ջերմ ողջագուրվեցին, ապա նորին Սրբություն Բարտուղիմեոս պատրիարքը ողջույնի խոսք ուղղեց Վեհափար Հայրապետին, ում նկատմամբ իր խոսքերով ասած մեծ բարեկամություն եւ գնահատանքի զգացումներ է տածում։ Հունած պատրիարքը այստեղ իմաստնավորի անդրադարձավ էկումենիկ հարցերին եւ երկու եկեղեցիների մերձեցմանը։ Փառք տվեց Աստծուն, որ մերձեցումը շարունակվում է եւ բազմաթիվ դժվարություններ արդեն հաղթահարված են։ Պատասխան խոսքում հայոց Վեհափարը նախ արտահայտեց իր խորին շնորհակալությունը պատմական այս հրավերի համար, ապա անդրադարձավ նաեւ սերտ բարեկամության ու համագործակցության խնդրին։ Ավելի ուշ Հիլթոն Կոնրադ հյուրանոցում, ուր իջևանել էր հայոց Հայրապետը, նորին Սրբություն Հունած պատրիարքը տվեց պաշտոնական ընթրիք, հնդածս, որի փոխանակվեցին ողջույնի փոքրիկ ուղերձներ։ Մայիսի 9-ին այցելության երկրորդ օրը առավոտյան ժամը 10:30-ին Վեհափար Հայրապետը ժամանեց Ֆեների Հունած պատրիարքարան, ուղեկցությամբ գերաշնորհ Տեր Մեսրոպ arczepiskopos Մութավկյանի, շքախմբի մյուս անդամների, ինչպես նաև որպես հյուր պոլիս ժամանած Մեծի տանուն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ներկայացուցիչ գերաշնորհ Տեր Մեսրոպ arczepiskopos Աշչյանի, Երուսաղեմի ներկայացուցիչ գերաշնորհ Տեր Դավիթ եպիսկոպոս Սահակյանի, Փարիզի հայոց առաջնորդ գերաշնորհ Տեր Գյուտ arczepiskopos Նագաշյանի, Բուլղարահայոց եւ Ռումինահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Տիրայր arczepiskopos Մարտիկյանի։ Հունած եկեղեցու հոգևորականները հանդիսավոր զգեստավորված Վեհափար Հայրապետին հենց պատրիարքարանի մայր դռնից դեպի Սուրբ Գևորգ մայր եկեղեցի առաջնորդեցին հույն մետրոպոլիտների եւ քահանաների երգեցողությամբ, եկեղեցու զանգերի ուրախ ղողանջներով։ Վեհափար Հայրապետն այսպես հանդիսավորությամբ դիմավորվելով Եփեսոսի մետրոպոլիտ պրոֆեսոր դոկտոր Խրիսոստոմոս Կոստանտինիկիսի կողմից միասնաբար նախ այցելեցին եկեղեցու գավթի աջակողմյան եւ ձախակողմյան աղոթատեղիները, ապա մուտք գործեցին եկեղեցի։ Գրավելով համապատասխան տեղեր, Հյուրամեծար Եփեսոսի մետրոպոլիտը նորին Սրբություն Բարտուղիմեոս պատրիարքի անունով վարեց հոգևոր արարողությունը, հնդածս, որի հունարենով հնչեցին Քրիստոս հարյավ, Սուրբ Աստված, ինչպես նաև հայրապետական գոհաբանական շարականները։ Իսկ վերջինի կատարման ժամանակ հատկապես հիշեցին Գարեգին առաջին Վեհափար Հայրապետի անունը, շեշտելով Տիտրոսը որպես ամենայն հայոց Հայրապետ։ Հավարտ արարողության հայոց Հայրապետը թափորով առաջնորդվեց դեպի պատրիարքարանի ընդունելությունների սրահ, ուր երկու հովապետները հանդիպում ունեցան լրագրողների հետ։ Այնուհետև նույն սրահում երկուստեք փոխանակվեցին ջերմ ու բարեկամական խոսքեր։ Նա խոսեց Բարտուղիմեոս պատրիարքը, իր ողջույնն արտասանելով անգլերենով, մեկ անգամ եւս գոհունակություն հայտնեց հայոց կաթողիկոսին իր պատրիարքարանում ընդունելու կապակցությամբ, ապա նշեց, որ բնականորեն այսպիսի այցելության ընթացքին երկու հովապետների միջև օրակարգի պիտի բերվեին նաև երկու եկեղեցիներին շահագրգռող հիմնական հարցերը, իսկ տեսակցությունները պիտի նպաստեին արդեն գոյություն ունեցող եղբայրական հարաբերությունների ավելի ամրապնդմանը։ Այս մտածումներով եւ անկեղծ հուզումով ենք այսօր փառք տալիս Աստծուն, որ Սուրբ Զատկին եւ Հիսուսի հրաշափառ հարությանը հաջորդող այս օրերին ամրապնդվում են մեր հարաբերությունները, որի վառ վկայությունը այս հանդիպումն է, ասաց Հունած պատրիարքը։ Պատասխանելով հյուրամեծար Սրբազան պատրիարք Քորը, Վեհափար Հայրապետն անգլերենով կարդաց իր պատասխան ճառը, որ բովանդակում էր կարևոր կետեր։ Նորին Սրբությունը հիշեցրեց նաև, որ դարերի ընթացքում շատ հանդիպումներ են ունեցել հունած եւ հայոց եկեղեցիների հայրապետները իրենց երկրների եւ ազգերի պատմականորեն դժվարին պահերին։ Վերջին հանդիպումը կայացել էր 35 տարի առաջ,
Աթենագորաս առաջին եւ Վազգեն առաջին երջանկահիշատակ հովվապետների միջև։ Ապա գեղեցկորեն վերլուծելով հայոց քրիստոնեացման 1700-ամյակի նշանակությունը, հայոց վեհապարը հավաստիացրեց, որ այդ տարեդարձը նկատվելու է տիեզերական եկեղեցու մի մասնիկը։ Նորին սրբությունն իր ուղերձն ավարտեց ավետարանական մեջբերմամբ, օրհնության եւ սիրո խոսքերով։ Ապա երկու հովվապետները փոխանակեցին հուշանվերներ։ Հունած պատրիարքը հայոց վեհապարին նվիրեց գեղահյուս մի պանակե, իսկ հայոց կաթողիկոսը մի փայտաքանդակ ասա եւ դարձյալ փայտաքանդակ մի խաչքար։ Վեհապար Հայրապետը փոքրիկ հուշանվերներ տվեց նաեւ ներկա բոլոր մետրոպոլիտներին։ Հուշանվերներ ստացան վեհապար հոր շքախմբի անդամները եւս։ Այնուհետև հունած պատրիարքը, հայոց կաթողիկոսը եւ մի քանի բարձրաստիճան հոգևորականներ փակ դռների ետևում անցկացրին երկխոսություն։ Հնդածս երկարատև զրույցի քննարկվեցին քույր եկեղեցիների փոխհարաբերությունները բարելավող խնդիրներ, միջեկեղեցական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Շահագրգիռ կողմերը փոխհամաձայնվեցին բարձր մակարդակով լուծել ցանկացած դժվարին հարց՝ ի շահ երկու եկեղեցիների բարեկամության, ամրացման ու խորացման։ Հավարտ տեսակցության ի պատիվ հայոց կաթողիկոսի եւ իր ընկերակիցների Բարդուղիմեոս առաջինը պատրիարքարանի սրահում տվեց պաշտոնական ճաշկերույթ։ Երեկոյան ժամը 19-ից 21-ը հունած պատրիարքարանում ի պատիվ վեհապար Հայրապետի տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որն ուներ հատուկ կարևորություն։ Ներկա էին տարբեր երկրների հյուպատոսներ եւ դիվանագիտական այլ ներկայացուցիչներ, հրավիրյալներ հայ եւ հույն համայնքներից, կաթոլիկ, ասորի եւ այլ հարանվանությանց ներկայացուցիչներ։ Ժամը 19:30-ին ժամանեց նաեւ հայոց վեհապարը, ուղեկցությամբ Թուրքիո հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Գարեգին arczepiskopos Գազանչյանի, ռումինահայոց առաջնորդ Տիրայր Սրբազանի եւ իր շքախմբի բարձրաստիճան այլ հոգևորականների։ Հունած պատրիարքը դարձյալ ողջույնի խոսք ասաց ի պատիվ հայոց հոր, ապա ընդգծեց, որ արևելյան քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչները հակառակ դոգմատիկ բազմաթիվ տարբերություններին պատմության ընթացքին ոչ մի պահ չեն մոռացել, որ բաժանում են աստվածային եղբայրությունը։ Հատուկ շեշտեց, որ քրիստոնյա արևելքը արթնություն է եւ միասնություն, որը դարեր ի վեր վառ է պահվում աստվածասերների եւ Աստծուն ծառայողների կողմից։ Ապա ուղերձ ասաց հայոց կաթողիկոսը, նշելով, որ արդեն իսկ իրենց ներկայությունը հույն եկեղեցու նկատմամբ սիրո ու հարգանքի վառ դրսևորումն է։ Ավելացրեց, որ Աստծու նկատմամբ սերը կարդարանա ու կիմաստավորվի այն ժամանակ միայն, երբ վերածվի մարդկանց նկատմամբ սիրո։ Հույս հայտնեց, որ էկումենիկ շարժումը գնալով բարգավաճելու է, քանի որ այսօրվա արդյունքները հուսալից են։ Ուղերձների փոխանակումից հետո դիվանագիտական մարմինների ներկայացուցիչները եւ մյուս հրավիրյալները ծանոթացան ու զրույցներ ունեցան հայոց կաթողիկոսի հետ։ Պաշտոնական ընդունելությունն ավարտվեց ժամը 21-ին։ Մայիսի 10-ին այցելության 3-րդ օրը հայոց Հայրապետը եղավ Այվանսարայի եւ Խորայթի պատմական հնություն ունեցող եկեղեցիներում, ապա այցելեց Քարիեի թանգարան, որի խճանկարային քանդակները համաշխարհային համբավ են վայելում։ Այնուհետև հայոց Հայրապետը Բալքլիի հունած գերեզմանատուն մուտք գործեց ուրախ Լեր Շարականի երգեցողությամբ։ Տեղի վանահայրը բարի գալուստ մաղթեց նորին սրբությանը, ապա այցելեց հունած պատրիարքների դամբարաններ, իսկ հանգուցյալ պատրիարքներ Աթենագորաս եւ Դիմիտրիոս պատրիարքների դամբարանների մոտ կատարեց հոգեհանգստյան կարգ։
հատկապես Իշխյադեր Ստոտիսն, Բադրիարքին Եզերական, Աթենագորաս առաջնի, և Դիմիտրիոս առաջնի, և ամենայն Բադրիարքաս ընգոստանուղոսով, որ հանքին այս ըմդեղ ոչ, արարժանի ողորմության, կավության և տողության մեղած, դասավորյալ պայծարացո ընցուծո հաճողումյան Այստեղից վեհապար հայրապետն իշխախմբով ուղևորվեց դեպի Բալքլիի հայոց գերեզմանատուն։ Գերեզմանատան Սուրբ Սարգիս մատուռում ողջույնի խոսք ասաց ներկա հավատացյալներին։ Ամենին կերեսման այցան։ Առաջին օրերն, երբ պատիակական աթորմը դերի ունեցանք այստեղ պոսո մեջ, բարիսներն ամիջապես դուրս մեզի հատկացվեցավ այս շրջանը որպես կերեսմանատուն, առնվազն ուրեմն 6 տար շարունակ սերունդներ թաղվեցան այստեղ իդեր հատկան, հարուցյալ փրկին հավարկով։ Քիչ վերջը մենք պիտի այցելենք հայնահատակներու հուշարձանը, մեծ փանաստեղծ Միսակ Մեծարենցի շիրիմը, կենտրոնականցի փանաստեղծ Գարբիս Ջանջիգյանի շիրիմը և հետո պիտի այցելենք Մեծիդանն Գիլիգյո 17-րդ դարու կաթողիկոսներն Երջանկայի Շադակ Թորոս կաթողիկոսը, որ կորձագիցը եղած է Հաբուկ Շողայեցի մեծահամբար ծեր նախորդին։ Ես ինքս մխիթարված և զորացած կսկամ այն սկացումով, այն մտածումով, որ տակավին ոսո մեջ մեր ապրո, շնչո, գործո հայությունը տեսներեն առաջ ինձի կդրվի այս պատեղությունը հարկանք ընծայելու և աղոք նադուցելու իշատագին ամոնց, որոնք երեկ կային և այսօր չկան, բայց միշտ պիտի ըլլան։ Եվ միշտ պիտի ըլլան մեր մեջ, որտեղ ննջեցելոց իշատագը ժողովրդի համար այն է, ինչ որ արմատներեն սնունդ առնելու երևույթ։ Եվ ինչպես ստված է մեծ պատմապանիմը կողմե ամբողջ կայսրություն մխորդակվեցավ, որովհետև ապրողները մորցան մեր նոր։ Անոր կմորնա իր ննջեցյալները, անոր կդրվի իր անցյալեն, կդառնա զարին ունեն կդրված մեկ ջուրի։ Կյանքիս մեջ
այս հիմնական փոփոխությունը, որ եղավ, Մեծիդանն Գրիգոր կաթողիկոսական աթորեն ես անցա ամենայն հայոց կաթողիկոսության ծանրագույն եւ ծառայակույն բարդավորության, այսօր երբ գտնվիմ իմ Գրիգյան աթորի նախորդներեն Թորոս կաթողիկոսի շիրմին առջև, հարկան կնձայեմ բոլոր այն կաթողիկոսներուն, որոնք Գրիգյո դարապայմանորեն դժվարին պայմաններում տակ մեր եկեղեցին առաջնորդեցին 15-րդ դարեն մինչև 20-րդ դարու 20-ական թվականները եւ ապա շարունակեցին ծառայել մեր նույն եւ մեկ եկեղեցիին Անտիասի մեջ իդիփանան։ Թող Աստված ծաղկյալ բահե Մեծիդանն Գրիգոր կաթողիկոսությունը եւ առավել եւս սերտացնե այն գործակցության ուղին, որում մեջ մտած ենք, որպեսզի իբր մեկ եւ ամբողջական եկեղեցի արտահայտվենք ողջ աշխարհի մեջ։ Ապա հետդարձին ամենայն հայոց կաթողիկոսը եղավ Բալքլիի հունած գերեզմանատանը գտնվող ուխտատեղիում։ Կեսօրից հետո հյուրանոցի իր հարկաբաժնում ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում ունեցավ լրագրողների հետ։ Երեկոյան Կոնդրատ Պանդոկում վեհապար հորը փոխայցելություն տվեց հունած տիեզերական պատրիարք Բարթողոմեոս առաջինը, ընկերակցությամբ Եփեսոսի մետրոպոլիտ Խրիսոստոմոս Կոստանդինիկիի եւ այլ հոգևորականների։ Հնդածս այցելության դարձյալ փոխանակվեցին հուշանվերներ, տեղի ունեցավ մամլո ասուլիս։ Մայիսի 11-ին այցելության 4-րդ օրը առավել հիշարժան եւ անմոռաց էր հայոց հայրապետի համար, քանզի նորին սրբությանը պատեհ առիթ էր ընձեռնվել լինել պատմական իշխանած կղզիներում, որոնց հոգևոր տեսուչն է գերաշնորհ էր Մեսրոպ arczepiskopos Մութաֆյանը։ Հարկ է նշել, որ վեհապար հորն ուղեկցում էր Մեծիդանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի ներկայացուցիչ գերաշնորհ էր Մեսրոպ arczepiskopos Աշճյանը։ Ճանապարհն անցնում էր հայոց երախտաշատ կաթողիկոս Ներսես Մեծ հայրապետի աքսորավայր Յասը կոչվող կղզումոտով։ Այստեղ սրտի մեծ հուզումով երգվեց հայրապետ անբիծ շարականը, ապա Գարեգին առաջին վեհապարն իր աղոթք նղեց արբարձյալն Աստված եւ խնդրեց ազգանվեր հայրապետի բարեխոսությունը։ Օրն իր անմեկնելի խորհուրդն ուներ, քանզի 4-րդ դարի հայոց հայրապետ Ներսես Մեծից հետո նորանկախացյալ Հայաստանի կաթողիկոսն էր այցելում այդ վայրը։ Պահը նաեւ պատմական էր, քանի որ ասես մտովի մի կամուրջ էր ձգվում մեր օրերից մինչև 4-րդ դար, իսկ պատմության վերընծյուղողը Գարեգին առաջին ամենայն հայոց հայրապետն էր։ Այնուհետև ժամանելով Խալքիի կղզի, Գարեգին առաջին հայրապետը տիեզերական պատրիարք Բարթողոմեոս առաջինի հետ այցելեց Այա Թրիատա մայրավանք, ուր նորին սրբությունը ծանոթացավ վանքին եւ տեղի հոգևոր ակադեմիային, որը փակվել է 1971 թվականին թուրքական կառավարության հրամանով։ Բացառիկ առիթ էր նաև ծանոթացումը հոգևոր գրադարանին, ուր պահվում է շուրջ 60,000 կտոր գրականություն։
հավասիկ մեզի համար փաստը այն իրողության, որ երբ ոգին կենտանի է, նույնիսկ եթե պեկտուտեղեն շենք փակվի, ոգին չի մեռնիր։ Ես այս հաստատությունը եկել եմ 30 տարիներ առաջ, այստեղ դպրոց կա, 25 տարի է, որ դպրոցը փակված է, բայց այս գրադարանը վկայություն է, թե որ ինչ բարձր աստիճանի խնամքի առարկա դարձած է այս հաստատությունը եւ ահաբասիկ հույսեր կան, որ վերապացվի դպրոցը, բայց անոնք անհադավես կամ խմբովին որ ուզեն գալ եւ այստեղ իրենց ուսումը գիտական բրբդումը շարունակել, սկանչերի գիտական առարկայական ձևով դասավորված գրադարան կա, որով ամեն մեկ վարքյանին ուզած լուծիք մասին, ուզած գիրքը գրնաս գտնել։ Սա իսկապես մեծ վկայություն է գիտական, աստվածաբանական, ուսումնական, արդյունության եւ զորեղ նվիրման մասին, որ ես ճանաչել եմ այս եկեղեցու եւ Կոստանդնուպոլ Սոբադի Յակոբյան համար։ Ցանկանում եմ, որ դպրոցը օր առաջ բացվի, այս տարին չլրացած բացվի, որ դասնյակներով յետասարտեր կան եւ լույս ըմբեն այս գիրքերեն, այս ոգի մտավոր կանցարանին։ Please, your fatherly message to Armenian people. My blessing and my deep love. Հետկեսօրեին հայոց հայրապետն այցելեց գնալը կղզի, նախ եղավ հունած մետամորֆոսիս վանքում, ուր թաղված է Լևոն 5-րդ հայկազն Բյուզանդիայի կայսրը, Գարեգին առաջին հայրապետը դիեզերական պատրիարք Բարթողոմեոս առաջինի հետ այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որն այդ կղզիների միակ հայկական եկեղեցին է։ Այստեղ երկու հովվապետները մասնակցեցին հոգևոր կարճ արարողության, հնդածս որի քարոզ խոսեց հայոց հայրապետը, իր հայրական պատգամը տվեց ներկա հայորդիներին։
հայրապետ իշխանած կղզիները մեր պատմության հետ առնչված են դեռևս 4-րդ դարերը սկսյալ եւ այդ օրգունը մինչեւ այսօր հայեր այս կղզիներում վրա ապրած են սանագամ նագերով եւ մանավանդ վերջին տարում Կոմիդաս Վարդապետը մեր անմահ երկած է այս եկեղեցիի մեջ մտավորականներ Ավետիք Իսահակյան, Սիամանտո, Զաբեր եւ Ֆրանտասադուր, մեծ բادرիակներ Թուրյան, Օրմանյան, Նարոյան, Խաչատրյան, Շնորհք բادرիակ, ամենքնալ ամռան ընթացքին եկած են գաստուրվելու այս կղզիներում մանավանդ քնալը կղզի եւ իրենց աղոթները մատուցած են առասված այս եկեղեցիին մեջ բայց դուք առաջին ամենան հայոց կաթողիկոսն եք, որ իբրև կաթողիկոս, թեև 1967-ին իբրև եպիսկոպոս եկած եք, բայց հիմա իբրև կաթողիկոս կուքակ և օրհնապեր ձեր ներկայությամբ հոգևոր մխիթարություն և դրջվան կպատճառեք մեր ժողովրդին։ Շուրջ 39 տարիներ ինչ հոգուտ կա մարդկային կյանքի մեջ։ Աստուծո ճամփաները անզննելի են, անքննելի են։ Այսօր որում մտքեն գանձներ, որ ես պիտի կայի այստեղ եւ դագավին մայր եկեղեցին մուտք չտրած, բادرիացարան չայցելած, գնալը կղզին պիտի կայի եւ այս ապրումը անցյալեն հին միրոնին պես պիտի լեցվեր հոգիս մեջ եւ ես իմ շրտներս պիտի փանայի դեպի բոսահայությունը այս գեդեն գնալի եկեղեցիեն եւ հետեւաբար ողջունեմ ձեզ բոլորը որ դուք այսպես փուրն բազմությամբ դերսիապնակ մեր հայ ժողովրդի զավակները եկաք եւ ձեր հարկանքը ձեր հայաբայել քրիստոնեաբայել հայ եկեղեցվո ավանդության համապատասխան վերաբերումը ցույց տվի այսքան չեր, այսքան սրտազեղ ընդուներությամբ։ Որդնեմ ձեզ բոլորդ առաջիկա 3-4 օրերու ընթացքին ձեզ հետ պիտի ըլլամ Ավարտվեց այսպիսով նորին սրբության պաշտոնական այցը հունած տիեզերական պատրիարքին եւ սկսվեց հայրապետական, հովապետական Անդրանիկ այցելությունը Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքական աթոռին ու հայոց համայնքին։ Այո, մայիսի 11-ի շաբաթ օրը Գումգափուի աթոռանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցին այնպիսի աննկարագրելի մի օր ապրեց, որն այսուհետ ոսկյա տառերով պիտի արձանագրվի Թուրքիո հայոց պատրիարքարանի պատմության փառահեղ էջերում։ Եկեղեցու դռան մոտ հայոց հայրապետին դիմավորեցին մեծ շուքով։ Ավանդական աղ ու հացի օրհնությունից հետո նորին սրբությունը հրաշափառով մուտք գործեց մայր եկեղեցի։ Քահանայից
եւ սարկավաքած դասի երգեցողությամբ կատարվեցին աղոթքներ եւ լույս զվարթի արարողություն։ Հնդածս հոգևոր արարողության վեհապար հայրապետը Սուրբ Խորանից իր անդրանիկ հայրապետական պատգամը շնորհեց ներկա հավատացյալներին։ Ձեզ շատերուտ համար մայր դաջարին մեջ գտնվիլը սովորական կյանքի ապրումն է, բայց ինձի համար այս պեմին վրա կանգնիլը առաջի Աստուծո եւ առաջի ժողովրդյան մերո Կոստանդնուպոլսո եւ հիշադակովը այն ամբողջ հոգեվոր մշակութային եկեղեցական ազգային ավանդության, որ ստեղծվեցավ Կոստանդնուպոլսո աթոռին եւ Կոստանդնուպոլսո հայության միջոցով տարերու ընթացքին, այս բոլորին դիմաց գտնվիլը մարդկայնորեն դյուրին չէ դանիլ, հուզումը ամենեն բնական առաջին արտահայտությունն է մարդ էակին եւ այդ հուզումն է, որ այսօր կողողե իմ սիրտը, միտքը եւ հոգին։ Սիրելի հավատացյալներ, Կոստանդնուպոլիսը շատ հարուստ պատմություն ունի հայոց համար, բայց Կոստանդնուպոլիսը պատմություն չէ։ Կոստանդնուպոլսո հայությունը հիշատակներով ապրող, միայն անցյալի փառքով հբարդացող հայություն չէ եւ երբեք չպետք է փորձվի ըլլալ։ Ապրող այսօր բաղբան նայող հառաջընթաց կյանքի փիլիսոփայությամբ օժտված հայության մասնիկն եք դուք այսօր, որ պատմության պիտի նայիք ոչ թե իբրև պատմությամբ գոհացող հայրերու մեզի թողած ժառանգին տոկոսովը ապրող հայություն, ոչ այլ մեր հայրերուն մեզի գդակածին, մեզի թողածին վրա ծեր բաժինը ավելցնելով և անոնց բաժինը ձաղգեցնելով ծեր ստեղծագործությամբ։ Այսօր պատմական օրերու մեջ կապրին կուզեմ, որ առաջին իմ այս խոսքիս ընթացքին ըսկակ այս մեկը։ Այսօր մենք դերն ենք
մեր ճակատագրին։ Այսօր ուրիշ են գախում չունենք, մենք է որ պիտի որոշենք ինչ պիտի ըլլանք, ինչ կուզենք ըլլալ և ինչպես պիտի ըլլանք։ Առաջ ուրիշները մեզի գթելատրեին, այս բատմական բացարիք բահը ինչպես պիտի արժեցնենք մենք բոլորս, վերանորոգման, վերագերբարանափոխության, մի տեսակ հայությունը իր հարազատ ամբողջական բապկերին մեջ վերսկալու, վերաբրելու և իրականացնելու բարդավորության առջև ենք ուրալ գտնվենք, Էջմիածին կամ Անտիլիաս, Երուսաղեմ, թե Բոլիս, որ երկրի մեջալ որ գտնվենք, ինչ երկնքի դագալ որ ապրինք, ունենք մեկ հասարակած տեսիլք, այն ինչ որ դվավ մեզի Աստված, տարերու մեր ըղծանքը, ըլլալ դերը այն հողին, որ մեր հայրերը մեզի պրև հայրենիք տվին, մեր նահատակները իրենց արյունով չրտեղեցին, որոկեցին, մեր կրճակիրները իրենց կիրերովը մակաղատեցին, մեր ճարտարապետները քարերուն շունչ տվին, ցերակիր ձաղգողները ամբողջ մակաղատներու էջերեն գենտարի հոգին Աստուծո թարգմանեցին, մեկ խոսքով այն հայ աշխարհ, որուն հողին վրա մենք դրինք մեր հայու քրիստոնեական գնիկը, այսօր մենք ենք անոր և դերը, և ծառան, և առանց ծառան ըլլալու, իրավունք չունենք դերը ըլլալու։ Այս է իմ ըմբռնումս նոր հայության, նորոգված հոգիով հայության։ Մենք այստեղ ենք մայիս 8-ին 15-ը, այս շաբաթը չգիտեմ աբակա պատմաբանները ինչպես պիտի արձանագրեն հայոց պատմության էջերուն մեջ, բայց ես կսկամ, որ պատմություն գերդելու, պատմություն շինելու ընթացքին մեջն ենք այս օրերում։ Արտունը լանք, ամեն մեկը իր բարձ կգադարե, ամենեն բարձ մանգաբարդեզի փոքրիկ են սկսյալ, ամենեն բարձ աշխատավոր, գործավոր մարդեն սկսյալ, մինչև մտավորականը, ուսուցիչը, հոգևորականը, վաճառականը, ով որ ինչ կյանքի ասպարեզի մեջ ըլլա, այս շաբաթը իրեն համար թող բարձրագետ նկատե, որովհետև այս շաբթվան ընթացքին դուք պիտի դոնեք 535-ամյակը Պատրիարքության հիմնադրության։ Ուրախ եմ, որ Մեծիդանն Գրիգորիո Կաթողիկոսն կողմէ եկած է ներկայացուցիչ, ուրախ եմ, որ Երուսաղեմի Պատրիարքության կողմէ եկած է ներկայացուցիչ եւ ահավասիկ հարաճիգա երկու օրերու ընթացքին իրեն գալ պիտի արտահայտվին եւ մեր եկեղեցու ամբողջությունը պիտի ողջունե այս գեղեցիկ հանգրվանը 535 տարիներու ժառանգը պետք է լեցնել հոգիներուն մեջ, ձեր զավակներուն եւ այդտեղ պետք է զայն վերածել մի տեսակ հոգեգան զսպանագի, ոչ թե 535 տարին ինչ ըրեր ենք, այլ կալիք 500 տարվան մեջ ինչ պիտի ընենքի գիտակցությամբ։ Պետք է տախարնախթան, մղիչ ուժ, որովհետև գիտակցությունը պատմություն գերդելով միայն կրնա արդարանալ։ Yeah.
Այնուհետև թափորով եւ զանգերի ղողանջների ուղեկցությամբ վեհապար հայրապետն առաջնորդվեց հայոց պատրիարքարան, ուր մեծ ու շքեղ դահլիճում սկսվեց աչահամբույրը։ Փոքրիկ խմբերով մտնելով հայոց հոր մոտ խորին երկյուղածությամբ ու ակնածանքով էին նրա սուրբ աչահամբուրում նախ հոգևոր դասը, ապա հավատավոր հոտի անդամները։ Խավարտ աչահամբույրի կարճ հանգստից հետո երեկոյան ժամը 18-ին պատրիարքարանի դահլիճում տեղի ունեցավ բարիգալստյան ընդունելություն, որին ներկա էին հոգևորականներ, ազգային վարշարանների տնօրեններ, ուսուցիչներ, մտավորականության եւ մամուլի ներկայացուցիչներ։ Մայիսի 12-ի կիրակի առավոտյան ամենայն հայոց հայրապետը աթորանիստ Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում մասնակցեց առավոտյան ժամերգության։ Օրը յուրահատուկ էր Ստամբուլահայության համար։ Ժամը 10:30-ից մինչև 12:30-ը հավատացյալ հայորդիները մասնակցում էին Գում Գապուի մայրավանքում մատուցվող հայրապետական սուրբ եւ անմահ պատարագին։ Հնդածս, որի հավուր պատշաճի քարոզ խոսեց նորին սրբությունը։ Եվ ամենայն մեր ով զոր գործեն մարդիկ, մեղա, աղաչևս ձեզ, դտրեցեք բաստի մասնուցո ըստողություն։ Ողեցիկ մատացե, մացված, յուշոյսը, ամենայն հանցավայք, հանցերույն այս բույս շիվավայք շիվեր աստվադեսվես կեզի գործ մարիս, և անդուսվես յակվերտյալ կյարդը։ Ազադեսե եղս ձեզ, մարտասերն աստված,
իմ կրոնական խոսքին անցնել է առաջ, ես սրտի բարդ կսկամ իմ խոր շնորհակալությունները հայտնել Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքին, որ հատուկ հրավերով մեզի կարելիությունը տվավ մեր որպես կաթողիկոս ամենայն հայոց ընտրվել են մեկ տարի ետքը այս առաջին ամսվան մեջ այցելել ցեզի երկրորդ տարվան առաջին ամիսը իմ կաթողիկոսության։ Ես կողջունեմ ամբողջ մեր ժողովուրդը Իստանբուլի մեջ և Թուրքիո մյուս քաղաքներուն մեջ ուր կապրի մեր ժողովուրդը և կհայցեմ Աստուծմե, որ խաղաղությունը դիրե այս երկրին մեջ և մեր ժողովուրդը վայելե բոլոր այն բարիքները, որ Աստված ընձեռած է խաղաղության մեջ են և այս առիթով այսօր կուզեմ ցեզի իմ կյանքի փորձառութենես շահված ճշմարտությունը բաժնել օրվան նշխարքին և հաղորդությանը հետ։ Ըսեք ինձի, ինչ բանի արժեք կուտակ, ըսեմ ցեզի, ով եք դուք։ Ինչ բանի մեջ կտնես քու սիրտդ, միտքդ, կամքդ, ջանքդ, ձգտումդ, ըսե ինձի, այն ադեն գրնամ ըսել, թե ով ես դու։ Եթե ամբողջ կյանքդ վասկ մնե դեպի հաջույք, կրնամ ըսել քեզի հաջոյաբաշտ մնես ու հաջույքին հետ կվերջանաս։ Եթե ասես ինձի, թե կյանքիդ ձգտումը նպատակագետը գիտությունն է, ու գիտությունը մարդկային ծառայության համար, ոչ թե ինք իրեն համար, այնադեն գրնամ ըսել քեզի ապրիս, գիտության, ճշմարտության, իմաստության, անլռելի և անմեռնելի արժեքներով պիտի չափվիս։ Եթե ըսես ինձի, իմ նպատակն է նյութական հարստություն ձեռք բերելը, պիտի ըսեմ քեզի նյութես և նյութին հետ կերտաս։ Ինչ մնաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի գերածեն ու խմածեն, հագուստեն ու գաբուստեն, ով կհիշի։ Ինչ մնաց Մեսրոպ Մաշտոցին, ինչ մնաց Քաչն Վարդանեն, Սաղավարդը, Ծիրանին, մեկ մնաց հավատքը Լուսավորչեն, մյուսեն մնաց գիրը և մյուսեն մնաց հայրենիքի սերը։ Երեք սրբություններ, որոնք իրենց հետ չկացի։ Ըսե ինձի, ինչ բանի արժեք կուտաս, ըսեմ քեզի, ով ես։ Ճշմարտությունը հավիտենական է երեք և այսօր, այստեղ և այնտեղ աշխարհի 4 ծագերում։ Իսկ մեր սփյուռքի հայությունը, որ գարբրի մայր հայրենիքեն դուրս, և դուք այստեղ այս քաղաքին մեջ և Թուրքիո տարածքին վրա ապրող հայերդ, դուք այդ հոգեկան արժեքներով է որ սներեք այս եկեղեցին և բոլոր եկեղեցիները
զանգակներ են դեպի Աստված այդ ճշմարտությունը բեր առաքող եւ դերգինգ եւ դարածող դեպի հայություն եկեղեցին է սիրտը հայության որտեղ եկեղեցին է հանդիպում Աստուծո եւ հայության եկեղեցին է համբույրը մեջ երկնքին եւ երկրին եւ ապրիկ ժողովուրդ ապրիկ երբ գիտեք այսպես ապրիլ եկեղեցին հոգին ծեր մեջ ապրեցնել որտեղ այնադեն մասնագից կդառնաք հավերժության անմահության եւ աշխարհի այսպես անցավորության փրփուրեն եւ փոշիեն չեք նվաճվիր եւ չեք խորտակվիր հայ գրականություն հայոց պատմություն Աբեդարանի լույսով լուսավորված Քրիստոսի անձով տրոշմված մեր ամբողջ մշակույթը թողլած էր գերագուրը եւ այդպես է որ ճաշակելով դուք գահաճողիկ անմահության բաժնեգից դառնալ եւ դեպի աբակա դանիլ ձեր նոր սերունդները հետեւաբար եկեք այդ իմաստով այսօր ասենք եկայք շինեսուկ սուրբս խորանն լուսով մեր հոգիներուն մեջ Էջմիածին շարականին դողերն են ասոնք եկայք շինեսուկ սուրբս խորանն լուսով Էջմիածինը ծեր մեջն է իբրև այդ կյանքին թարգմանը Աստուծո պերած որդվույն Աստուծո Քրիստոսի պերած կյանքին թարգմանը ապրեցեք զայն եւ անով ապրեցեք ձեր ամբողջ կյանքը գալիք սերունդներով Աստուծո փառքին մարդկության բարիքին մեր ասկի պայծառության եւ մեր եկեղեցվո շինության համար հավիդյանս հավիդենից ամեն Հավարդ Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո հայոց հայրապետը իր մոտ հրավիրեց ամենապատիվ տեր Գարեգին arczepiskopos Գազանչյանին եւ նրան նվիրեց Սուրբ Էջմիածնից բերված սկիհը, որպեսզի այն այսուհետ գործածվի մայր եկեղեցում հաղորդություն բաշխելու ընթացքին։ Այս մեկը թողեինից էսի վեհիշադակ նվեր մայր կաթորեն 135 աններգին արի։ Ապա եկեղեցու Սուրբ խորանից ներկա հավատացյալներին խոսք ղելուց հետո հունած տիեզերական պատրիարքն ու հայոց հայրապետը թափորով ամփովանու տակ առաջնորդվեցին դեպի պատրիարքարան, ուր մեծ դահլիճում տրվեց ճաշկերույթ։
հետկեսօրեին ամենայն հայոց հայրապետը աթորանիստ մայր եկեղեցու սրահում հանդիպեց շուրջ 2000 մանուկների հետ, ուր հրավիրված էին նաև ազգային, օտար և պետական վարժարանների 5-ից 10-րդ դասարանցիներ։ Նայելով նրանց շպտուն աչքերին, այնտեղ տեսնելով նաև իր մանկության փոքրիկ պատառիկը, վեհափար հայրապետը հայ մանուկներին ուղղեց իր հայրական պատգամը։ Գուզեք ձեզ արտասանությունն ասել։ Այս մեծ ասմունքովներունը չէ հա, ինչ որ ես մանգաբարդեզի մեջ սորված եմ։ Հայեն ես, հարձապեցեք իմ տեմքես Հայաստանը ազատող հաճվարտանի հորն եմ ես։ Նարեք։ Մեծերուն մի իսեք զդիկներ ձեզի իսեմ, ես ասիգա 50 տարի առաջ սորված էի, 50 տարի եկավ և չմոց, որովհետև մանուկ տարիքերի սորվիլը գրգին անգամ սորվիլ կնշանագե քան մեծ ադեն սորվիլը, ասիգա երկրորդ ասը, հիմա կուկամ վերջին, ամեն մարդ երբ բոլիս կսե, բոլիս, գդարձ է միշտ բակություն։ Բադրիակարանն է իր ճիճարատ, շուրջս նայեցա բատգերներ, բադրիակներու բատգերներ, այս սրահը գոչվի Դեսջան, ամիրային, հարություն ամիրա Դեսջանին աննով է, ամեն մարդ որ դուկա բոլիս, դարդա բոլիսի մասին, բատկություն գիրիշի։ Ես հիմա այսօր այս բարգյանին ետքը այլևս կսեմ, բոլիսը նոր սելուկն է նաև, դուք եք չէ, բոլիսը հիները չեն միայն, բոլիսը դուք եք իպրև նոր սելուկ և որքան ուրախ կլիլամ, երբ որ եթամ սուրպեչ միածին, այն ադեններ ժողովուտին խոսիմ, ասեմ, բոլիսի մասին երբ որ կլսեք, մի մտածեք միայն մեռած անձերու մասին, կամ ձերացած անձերու մասին, մտածեցեք այդ անուշի վճռդուն տեմքերով, գայտար աչքերով այս մանուկներու մասին, որոնք դուքան այսքան դպրոցներ են և այսօր այսպես խորն բազմությամբ, լեցուն բազմությամբ, ոչ թե սրահ լեցուցիկ, սիրտս ալեցուցիկ, ապրիկ երեխաներ, ինձի և դասարտացուցիկ, յակսի ոգևորեցիկ, արդու երեկու կես շան եկեղեցիի մեջ ծանր հատուսներ տրին վրաց, հոգնեցուցին ինձի, բայց սեզի դեսա, հոգնությունը կնաց և նոր շունչ մը եկավ ինձի, ապուրիկ բոլորը հազար ա։ Երկու ժամ անց նորին սրբությունը նույն սրահում այս անգամ արդեն հանդիպում ունեցավ 1500 երիտասարդացետ։ Հրավիրյալների թվում էին նաև ստամբուլահայ դպրաց դասերին և սանուց միությանց անդամակցող երիտասարդներ,
համալսարանականներ եւ աշխատավոր հայորդիներ։ Վեհապար հոր պատգամն արդեն սիրո խոր խորհուրդն էր եւ զավակի ճակատագրով մտահոգված ծնողի խրատը։ Մայիսի 13-ի երկուշաբթի օրը վաղ առավոտվանից նորին Սուրբ Օծությունը հաջորդաբար հովապետական այցելություններ տվեց իր հավատավոր հոտին։ Հայոց Հայրապետը նախ այցելեց Եշիլգյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու համայնքին, թարգմանչած վարժարանի ուսուցիչներին եւ աշակերտությանը։ Ժամը 11:15-ին Վեհապար Հայրապետը հանդիպեց Բաքր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի, Տատյան վարժարանի ուսուցիչների եւ աշակերտության հետ։ Ժամը 12:30-ին նորին սրբությունը ժամանեց Սուրբ Փրկիչ հիվանդանոց։ Մայր դռան առջև կատարվեց ավանդական աղ ու հացի օրհնություն, որից հետո Վեհապարն առաջնորդվեց հիվանդանոցի Սուրբ Փրկիչ մատուռ։ Այստեղ խոսք ուղղելով ներկաներին Վեհապար Տերը շեշտեց բարեգործության կարևորությունը, կարոտյալներին ի նպաստ արված ծառայությունը, ապա օրհնեց հաստատությունը։ Այնուհետև Վեհապար Հայրապետն առաջնորդվեց դեպի եկեղեցուն կից գտնվող Գյուլբենկյանների դամբարանը, ուր բոլոր հոգևորականների մասնակցությամբ, հոգաբարձուների եւ բժիշկների ներկայությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո Հայոց Հայրապետն ու իր շքախմբի անդամները շրջեցին հիվանդանոցում, այցելեցին հիվանդասենյակները եւ շուտապույտ ապակինում մաղթեցին հիվանդներին։ Հայոց Հայրապետն այցելեց նաև նույն հաստատության ծերանոցում խնամվողներին, զրուցեց նրանց հետ եւ տվեց իր հայրական օրհնանքը։ Այո, հայոց համար փոքր-ինչ խորթ է հնչում ծերանոց բառը։ Զի ավակների նկատմամբ սերն ու ակնածանքը երբեք թույլ չի տվել ազգի զավակներին հայրական օջախից հեռու պահել տան նահապետին։ Սակայն պատմության դասերը շատ բան են մեզ ուսուցանել։ Փոխվել են նաև ժամանակները, ու եթե հանգամանքների բերումով մեր մեծերի համար հիմնվել է նմանատիպ հաստատություն, ապա նրանց խնամելու, հոգսն ու ցավը մեղմելու պարտականությունն իրենց ուսերին են վերցրել ազգիս նվիրյալ զավակները, բարերարները։ Այսօր էլ մեր այս մեծահասակների անհոգ ծերության ու հոգսի թեթևացմանը մեծ նպաստ են բերում հոգաբարձու բարերարները, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում Աստվածահաճ այս գործում։ Բարեգործության, ջանքին, խնամքին հանդեպ ցույց տրված հոգածությունը ասկային նկարագիր է քրիստոնեական մեր հավատքեն, մեր եկեղեցին ներշնչված, այսպես հաստատություններ ունենանք մենք ուրիշ հայության այն գետրոններուն մեջ, ուր գարիկներ ունի մեր ժողովուրդ, Երանի։ Նորին սրբությունը նույն օրն այցելեց նաև Սամաթյո Սուրբ Գևորգ եկեղեցու համայնքին, Սահակյան վարժարանի ուսուցիչներին եւ աշակերտությանը։ Ամենայն Հայոց Հայրապետի պատգամներն ու հայրական խրատ խորհուրդները դեռ երկար կհիշեն հայահոց այս թաղամասերի բնակիչները։ Երեկոյան ժամը 17:30-ին
Պատրիարքարանի դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որին ամենապատիվ տեր Գարեգին Գազանչյան պատրիարքի հրավերով Պատրիարքական աթոռի հիմնադրության 535-ամյակի առիթով մասնակցում էին նորին սրբություն Բարթողիմեոս տիեզերական պատրիարքը, պետական, պաշտոնական, դիվանագիտական, միջեկեղեցական եւ մամլո ներկայացուցիչներ։ Ապա ի պատիվ նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին առաջին ամենայն հայոց վեհափառի տրվեց համայնքային պաշտոնական ընթրիք։ Մայիսի 14-ի երեքշաբթի օրը նորին սրբությունը հայրապետական այցելություն տվեց Գտագյուղի Սուրբ Թագավոր եկեղեցու համայնքին։ Ապա եղավ Սկյուտարի գերեզմանատանը, իր հարգանքի տուրքը մատուցեց մեծանուն բանաստեղծ Պետրոս Դուրյանի, Զարիֆյանի և Պալյանների շիրիմներին, ինչպես նաև հայ նահատակների հուշարձանին։ Պատմական Սկյուտար թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցու համայնքի, ինչպես նաև Սուրբ Խաչ դպրևանքի ուսուցած եւ աշակերտած այդ հանդիպումը ջերմեր ու սրտառուչ, որն ավարտվեց Սուրբ Խաչ եկեղեցու հարակից սրահում տրված պաշտոնական ճաշկերույթով։ Օրվա երկրորդ կեսին Շիշլիի ազգային գերեզմանատանը վեհափառ հայրապետը հանգուցյալ պատրիարքների, եպիսկոպոսների, վարդապետների եւ մայրապետների շիրիմների մոտ կատարեց հոգեհանգստյան արարողություն, հավարդ որի ներկա հավատացյալներին հղեց իր հայրական պատգամը։ Բերայի Սուրբ Երորդություն եկեղեցու համայնքի եւ Եսայան վարշարանի ուսուցած ու աշակերտած դասի հետ նորին սրբությունը հանդիպեց ժամը 15-ին, ապա այցելեց Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի շիրմին։ Ջերմ էր նաև հայրապետական այցելությունը Ղալաթիո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքին, կեդրոնական վարշարանի ուսուցիչներին ու աշակերտությանը, Հովհաննես Կոլոտ պատրիարքի շիրմին, ուր կատարվեց նաև հոգեհանգստյան կարգ։ Հարկ է նշել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Կոստանդնուպոլսում միակն է, որ կառուցված է հայկական ոճով։
գյուղի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքի եւ Մերամետչյան վարժարանի ուսուցիչների ու աշակերտության հետ հանդիպումն իսկական տոն էր, որն ավարտվեց հայահոց թաղի բնակիչներին ուղղված նորին սրբության պատգամով։ Երեկոյան Սուրբ Վարդանանց եկեղեցուն հարակից Շիրինօղլի սրահում ի պատիվ վեհափար հայրապետի տրվեց պաշտոնական ընթրիք։ Մայիսի 15-ի չորեքշաբթի օրը նորին սրբությունը հայրապետական վերջին այցելությամբ եղավ նաև Պալյան Ամիրայի ձեռակերտում Բեշիկթաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Ապա ժամը 10-ին Աթորանիստ Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում տեղի ունեցավ հայոց հայրապետի հրաժեշտի սրտահույս արարողությունը։ Եվ վերջի իմ հարցը ձեզ, որը շատ կարճ պիտի լինի, ձեր այցելությունը ավարտվեց եւ կարծում եմ, որ այս այցելությունը մեծ լիցք հաղորդեց այստեղի հայությանը եւ մեծ դեր խաղաց հայապահպանման գործում։ Եվ կարճ հարց, ձեր սրտում դուք Կոնստանդնուպոլսից ինչ եք տանում Հայաստան, Սուրբ Մայրաթոր Էջմիածին։ Ամենակաղցր զգացումներ, ամենախոր անչնչելի դպավորություններ եւ մանավանդ այն զգացումը, որ Էջմիածինը զորավոր է եւ առավել զորավոր պիտի լա այսպիսի ժողովրդին անկագդելի եւ օրեօր հարաջուն աջող գաբբազությանը սիրո արդայդությանը համար։ Ես զորացա, եթե իրենց համար նպաստ մը եղավ իմ հովբապետական այցելությունը, ինձի համար մեծ բարիք մի եղավ, թող Աստված օրհնե այս ժողովուրդը այսպիսի գենտանի հավատքի եւ այսպիսի սիրո եւ նվիրվածության համար հանդեպ եկեղեցին։ Ես կուզեմ, որ մեր Հայաստանի ժողովուրդն եւ արտասահմանի ժողովուրդն դեսնե բոցահայության այս շեն հոգեվոր վիճակը եւ եկեղեցական յանքը եւ լիցքավորվի այս իր եղբայրներու եւ քույրերու օրինակով։ Շնորհակալություն, բարի ճանապարհ։ Ժամը 12-ին ավարտելով իր պաշտոնական այցը Պոլիս, նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին առաջին հայրապետն իշխախմբով վերադարձավ Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Հետ կեսօրեին հայոց հայրապետին դեպի հայրենիք բերող օդանավը վայրեջ կատարեց Զվարթնոց օդակայանում, ուր նորին սրբությանը դիմավորեցին Մայրաթորիստ միաբանները։ Ժամանելով Սուրբ Էջմիածին հայոց հայրապետը զանգերի ղողանջների ուղեկցությամբ առաջնորդվեց դեպի Մայրավանք եւ հրաշափառով մուտք գործեց եկեղեցի։ Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթքից հետո վեհափար հայրապետն իր տպավորությունները կիսեց ներկաների հետ։ Ապա նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոսը թափորի ուղեկցությամբ մեկնեց դեպի վեհարան։ Այսպիսով պատմություն դարձավ հայրապետական, հովվապետական մի այց ևս։ Այն ավելի ամրապնդեց պոլսահայության եւ մայր հայրենիքի միջև եղած հոգեվոր կամուրջը եւ դեռ երկար, շատ երկար կմնա պոլսահայության հիշողության մեջ։